Մենք ունենք նմանատիպ արտադրանք, որը չունի ոչ մի հակացություն։ Տեսեք, ես չեմ ուզում ոչ գովազդել, ոչ ասել, որ հակագովազդել այդ բանը, որը չունի ոչ մի հակացություն, ոչ սիստ խառնոց, ոչ փսխուն, ոչ լեղապարկի քար, ոչ բանը պանկրեատիտ, սուր պանկրեատիտ, ոչ երիկամային, ոչ սրտային անբավարարություն, ոչ լեղաքարային հիվանդություն։ Ուղղակի քսում եք, եւ որ այդ հատվածը որտեղ քսում եք, այդ հատվածը ցելյուլիտը, որը չի բուժվում, վերանում է, մաշկը ձգվում է, երկրորդ, երրորդ օրվանից արդեն տարբերությունը զգում եք։ Մի տարի անցնում, հատուկ դիետապայել պետք չի, մի տարին անցնում է, նոր այդ տեղը սկսում է լցվել։ Պատկերացրեցիք, աշխարհում քանի մարդ է տառապում այդ ցելյուլիտով։ Սեռահաս կանանց աղջիկների մոտարապես 95%-ը, որը կազմում է երևի 2.5-3 միլիարդ մարդ։ Այս դեղորայքն է։ Հաջորդը, աշխարհում միակ դեղորայքը, որ ռեալ վերացնում է օստեոխոնդրոզ աղերի կուտակումը, որը եթե մարդ աղերի կուտակում ունի, գնում է մերսումանու, ֆիզիոթերապիա, մի շաբաթ իրան լավ ազգում, հետո նորից սկսում են այդ ցավերը, նորից պետք է գնա վճարեն դեղ 100,000 դրամ այդ 10 սեանս մերսումների համար, հակաբորբոքան եւ այլն։ Քսում եք, մերսել պետք է չի, թրջում եք, սպասում եք ներծծվի, 5 րոպեից հետո արտահայտված էֆեկտ եք ստանում։ Գլխացավ, գլխապտույտ, ականջի խշշոց, եթե պայմանավորված աղերի կուտակումով, եթե սապատ կա, այստեղ ասում է, այ սապատա կոչվում դա այդ բան, դա վերանում է։ 1 շաբաթից մինչև 4 շաբաթ նայած աստիճան, ու նշանակություն չունի քանի տարի է մարդ տառապում այդ հիվանդությունով եւ քանի տարեկան է։ Իսպար վերացնում է։ 2.5 միլիարդ մարդ տառապում է աղերի կուտակումով, Իսրայելում վաճառվում է $110 ձեռքի վրա։ Հրյան հենց սա, հրյան մի կոպեկ ավել չի տա, եթե օգուտ չտա։ $110, դուք պատկերացրեք։ Իսկ մեզ մոտ ինչ արժեք ունի դա։ Մեզ մոտ հիմա արժի 8,000 $, մի քիչ թանկացել է, որտեվ հիմա հունքն էլ է թանկացել, ամեն ինչը թանկացել է, հարկերն են կրկնակի թանկացել, ստիպված բարձրացրել ենք մի փոքր։ Հոդատա պադագրա, այն որ ժողովուրդ ասում է ոսկորը աճ է։ Ոնց են հիմա բուժում։ Սղոցում են, կոտրում են, պոկում են այդ աճած ոսկորը, տոֆուսը, ահա որ ցավ է, մի քանի ամիս մարդ հաշմանդամ վիճակի մեջ է, ցավազրկողների վրա նստած, հետո նոր անցնում է։ Ուղղակի թրջոցը դնում եք, հաջորդ օրը ցավը թողնում է, հաջորդ օրը ցավը թողնում է, հանգիստ քայլում եք։ Դա կոճային հատվածների համար էլ է օգտակար։ Այդ աճած ոսկորը որ կա, այստեղ որ կրունգի տակ եւ բուտմատի կողքը որ սենց աճում է, չէ։ Եվ դրա արժեքը։ Դրա արժեքը 18,000 է։ Հաջորդ օրը ցավը թողնում է, եթե 40 տարվա է հիվանդությունը, 2 ամսից հետո այդ տոֆուսը այսինքն Իսկ ինչպես է դա օգտագործում։ Ամեն օր պետք է դնեն, ամեն օր թրջոցը դնում եք, բամբակը թրջում եք, դնում եք այդ հատվածի վրա, ցելոֆանով փակում եք, 2 ժամ պահում եք։ Հաջորդ օրը ցավը թողնում է, ինչքան ուզում եք քայլում եք, այդ արդեն ցավ չեք զում, եթե 40 տարվա հիվանդություն ունեք, 2 ամսում այդ տոֆուսը կլուծվի։ Եթե 10 տարվա է, ասեք մի ամս, ու կարող այնտեղ 1-2 շաբաթ է խառնեց այդ տարբեր այդ անհատական բանի։ Դուք ասում եք հակացություններ չունի, այսինքն դա նշանակում է, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու կարող են կարդալ, ինչի համար է նախատեսված առանց բժշկի, որտեղ նախ բնական է եւ ոչ մի հակացություն չունի։ Ну, ասենք թե սա կարող է լինի հակացություն, որտեղ մեջ ակնամում է պարունակում պրոպոլիս, որը կարող է ալերգիա տա։ Սա, հա, ուրեմն սրանով ասեմ, հոդատապով տառապում են 850 միլիոն հոգի մարդ։ Եվ տարեկան 5%-ով ավելանում է։ Իսկ այդ ծրվակը, այդ ձեր ասած բուժման մեկ կուրսի համար հարմար է, բավականացնում։ Եթե բավական է, նու կարող է ասենք երկրորդը բան անեք, վերցնեք, բայց վիրահատությունը համեմատեք, ասենք թե 18,000 դրամի հետ, որ կես միլիոն արժի վիրահատությունը կամ ասենք թե քսում եք եւ ոչ այդ ցավերն եք տանում ոչ էլ է։ Իսկ պարոն Հովհաննիսյան, ունեք հիվանդներ, որոնք արդեն այդ դա օգտագործել են։ Դրա ապացույցը ես կարամ տամ։ Հա, արդյունքների մասին ու փաստացի, որտեղ հերթադիտողը բուժվեց դրանով։ Բացի դրանից, մենք կատարում ենք կլինիկական հետազոտություններ այս
ցույց տամ, հա, կլինիկական հետազոտություններ, որոնք տպում են հետո այդ Հայաստանի բժշկություն հանդեսում, որ ամենահեղինակավոր հանդեսն է, ակադեմիական բան, եթե կարող բանը։ Միակ բանը, որ ասեցի, կարող է դա ալերգիա տա, դա ակնամոմի նկատմամբ, գրիպ անգինայի համար է։ Ուրեմն ճապոնացիները դեռ 16 թվականին խոսք էին տվել, որ 2 տարուց հետո, այսինքն 2018 թվականին դեղ կստեղծեն, որը մի հաբը մի օրվա մեջ գրիպը բուժում է։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է անցել, 8 տարի, չէ։ Կա այդպիսի դեղ, ես որ չեմ լսել։ 15 թվականից ոչ գրիպ, ոչ անգինա, ոչ ես, ոչ ընտաներ չենք հիվանդանում։ Հիմա ասում են պատվաստվեք, որ չի հիվանդանալ։ Ինչի համար։ Ինչի համար։ Բայց ալերգիան ինչպես պետք է մարդը հասկանա, որ ալերգիկ խնդիր ունի։ Ուրեմն, նու նախ եթե դուք ասենք մեղրից ալերգիա ունեք, կամ եթե ուզում եք ստուգել, կասկածում եք, այստեղ լնդի վրա մի փոքր կաթացնում եք եւ 20 րոպեից հետո տեսնեք, եթե չայտուցվեց։ Սա մեր հեռուստադիտողների համար եւս անպայման դեղորայքը այս գրիպ, անգինա, եթե առավոտը վերեկացեք, կոկորդը քերում է եւ ուրեմն մի թեյ գթալ ողողում ընդամենը։ Պահում եք բերան, հնարավոր չափ տանում բերում եք, այսպես հետո կուլ եք տալ։ Ինչքան երկար այդքան ձեր օգուտն է։ Իսկ դրա արժեքը ինչքան է։ Հետո 8000 դրամ։ Չէ, 8 թե 5 արդեն, չէ, 5000 գներ են։ Մի ժամից հետո զգում եք, որ կոկորդը անցել է։ Եթե լնդից արյուն է գալի, լնդերից արյուն է գալի, ակնթարթորեն կտրում է։ Եթե ատամի ցաուն եք, եթե լա կտրում։ Եթե պրոֆիլակտիկ օգտագործեք առասարակ գրիպով չեք հիվանդանալ։ Պարոն Հովհաննիսյան, իսկ պահպանման ժամկետները ինչպիսին է, որտեղ իրանք կարող են մարդիկ վերցնել օգտագործել 2 անգամ, դրանից հետո կարիք չլինի, ինչքան ժամանակ է պահպանման ժամկետը։ Որ ըստ օրենքի պետք է գրես 2 տարի։ Բայց քանի որ մեջի պարունակությունը այդպեսին է, որ ժամկետ չունի, ոնց որ ասենք աղը 10 միլիոնավոր տարիներ է, բայց 100 միլիոնավոր տարիներ է, բայց ասում է թե 2 տարվա, հենց մտավ խանութ 2 տարվա ժամկետ է դառնում։ Մեջը սպիրտը ակնամոմը ժամկետ չունի։ Այսինքն կարող են միշտ ձեռքտապ ունենալ։ Բան անել օգտագործել։ Մեղրը հիմա գտնում են, չգիտեմ, Եգիպտական բուրգերում գտնում են քանի 10,000 տարի է վերցում ուտում են ոչ թունավորում է ոչ էլ։ Իսկ որտեղ են պահպանում դրանք սառնարանում թե ուղղակի պահարանի մեջ։ Արևի տակ ուղղակի չպահեք, արևի տակ եւ տնային պայմաններում այդպես էլ։ Տնային ջերմության ժամանակ։ Եվ գրիպ անգինավ չեք հիվանդանա, ոչ կովիդ, ոչ գրիպ անգինավ, ոչ մի բան։ Եվ ատամի ցավ եւ ամեն ինչը վերանում է։ Так, Հովհաննիսյանի բալզամը։ Ինչն է բուժումը։ Ուրեմն, հա, սա պետքա կարելի ասել գրեթե բոլոր մարդկանց մոտ տանը պետքա լինի։ Իսկ երեխաներին 7 տարեկանից հետո կարելի է։ Չնայած որ մենք աշխատող ունեինք, որը իր փոքր երեխային 3 տարեկաներ, 4 տարեկաներ տալիս էր։ Երեխան հաճույք խմում էր, չնայած որ մեջը սպիրտային բաներ կա։ Ճիշտ է փոքր քանակով էր խմում, օգտագործում եւ չէր հիվանդանում։ Այսինքն բոլորի տաներ պետքա դա լինի։ Հիմա սա, ուրեմն Հովհաննիսյանի բալզամը, կոտրված ոսկորները, ուրեմն շատ արագ նպաստում է սերտաճման, կոտրված ոսկորների սերտաճմանը։ Աշխարհում 200 միլիոն մարդ տարեկան ներողություն կոտրվածքներ աստանում 200 միլիոն պլյուս եւ գնալով այդ թիվը ավելանում է ինչի համար որտեղ նախ բնակչության թիվն ավելանում պլյուս բնակչության թիվը տարիքը մեծանում են այդ մեծահասակների մոտ կոտրվածքները ավելի շատ է եւ բացի դրանից պատերազմներ որ տասնյակ պատերազմներ են ամենտեղ գնում որտեղ եւ կոտրվածքներ եւ ավելի ինչ բացի դրանից ես անցյալ հաղորդման ժամանակ ասել եմ որ նույնիսկ իմ տղան Մոսկվայում ընկել էր պետքա ուսը կոտրել էր պետքա շուվերով հավաքեին ես ռիսկի գնացի որ իմ տղանա 2,500 կիլոմետր հեռու տղայիս հետ փոքր տղայիս հետ ուղարկեցի ասեցի ոչ մի վիրահատություն 20 օր հետո ինքը այդ կոտրած ձեռով իր ծանր երեխային ձեռով բռնել էր ասում ինչ ես անում պանցել է հիմա իր ասելով ասում է զավակի ձեռս այդքան չի բանանում քան թե սա ասում է այս ձեռով ավելի լավ եմ աշխատում բացի դրանից ուրեմն տրոֆիկական խոցեր, որ շաքարային դիաբետի հետևանքով առաջացել։ Վերացումը այն ժամանակ, երբ որ ոչ մի բան չի վերացում, տրոֆիկական խոցերը վերացնում է։ Աշխարհում կա 850 միլիոն հոգի մարդ, որը տառապում է շաքարային դիաբետով, որոնց կեսի մոտ կա
տրոֆիկական խոց առաջանում, որը ոչ մի ձև չի բուժվում, բացի դրանից գիտեք, եւ գանգրենայի առաջացում, սայլագանգրենայի դեպքեր են եղել, որ շատ դեպքեր չենք արել, նկարագրված չէ, կլինիկական հետազոտություն չենք արել, բայց դեպքեր ա եղել, որ մի քանի հոգու մոտ, որ սև գանգրենան անցել է, որ պետք է մարդուն 2 անգամ վիրահատել էին, սկզբից ոտքի թաթը, հետո մինչև ծունգը, հետո մյուս ոտի վրա էլ սևացել։ Ինձ որպես բժիշկ կանչեցին ընկերոջս ինչ-որ բարեկամներ, թե մի հատ նայ սիրտը կդիմանա այդ վիրահատության։ Գնացի տեսա, որ նայում ընդհանուր եմ նայում, ասեցի մի շաբաթ ժամանակ ունես, մինչև ասма ունեմ, ասեցի վերցրու օգտագործի, անցավ, եւ այստեղի վերքը լավացավ, եւ այն սևությունը անցավ։ Եվ տենց մի քանի դեպք էլ եղել է։ Բացի դրանից լավ էֆեկտ է տալի արտրոզի ժամանակ, որ Հոմաշյանը կասի նա նամակներ ստացել արտրոզների ժամանակ, որով տարապում են էլի մոտ արտրիտներով, արտրոզները մոտ կես միլիարդ մարդ տարապում է։ Հիմա սա ուրեմն հոդերի համար, ցավոտ հոդերի ժամանակ, արտրիտների ժամանակ օգտագործում եք, մարդը վերակերում սկսում է քայլել։ Մետրոնոմը երիտասարդական մետրոյի կողքի ստորգետնյա անցումը, որ մտնում եք ներքև, այնտեղ կա հայկական արտադրանք, հենց երկրորդ հարկում է գտնվում։ Այդ բուկինիստ խանութի հենց անմիջապես դեմ դիմաց է։ Այլ հասցեներ։ Այլ հասցեներ, Ռիոմով, ուրեմն այնտեղ օրգանիկ շոփ, մենք այնտեղ հանձնում ենք ապրանքը, եւ Մեգամով երկրորդ հարկում դա բանը H Gardens խանութում, այնտեղ մեկ էլ այնտեղ կարելի է վերցնել։ Դեղատներում լինում է։ Դեղատներում չկա։ Որտեվ հիմնականում մարդիկ մոտեցել են դեղատներ եւ այնտեղ են հաղթել։ Ես սկզբից աշխատում էի դեղատների հետ, հետո չաշխատեցի արդեն բացառեցինք, մեր խանութները բացեցինք եւ ուրեմն 2 խանութ, որտեղ մենք հանձնում ենք։ Ընդհանրապես այդ 3 հասցեներում կարելի է սա ձեռք բերել։ Այդ խանութներում եւ եթե ասենք այդ շրջաններից եթե մարդ ուզում է բան անել, կարող են դիմել մեզ։ Եկեք ձեր հեռախոսահամարը, հա, եւս մեկ անգամ մենք այստեղից հայտարարենք 093 776 176 այս հեռախոսահամարով կարող եք զանգահարել եւ դիմել պարոն Հովհաննիսյանին։ Մենք վախենում ենք տեղի անուն տանք նույնիսկ, որ սրանք դեղեր են ու կարող են մարդկանց բուժեն։ Բժշկական համաշխարհային կազմակերպությունը դա այն մաֆիան է, որի հետ խաղանելը շատ դժվար է։ Մենք իմանալով հանդերձ թե ինչ կարող է լինի մեր բժշկի հետ, նույնիսկ մենք այնպեսի մի հատ իր համար անվտանգություն ենք ստեղծել, որ հանկարծ այս մարդու գլուխը չուտեն ազգա։ Դրա համար մենք ասում ենք հավելումների պահով ենք այս ամեն ինչ տանում։ Եվ ուզում ենք հայությամբ։ Այ եթե ուզում ենք տախվի Հայաստանով, Հայաստանի արտադրանքով մենք շատ ենք հետաքրքրվել, չենք կարողանա հասնենք դրան։ Եվ ինչ որ մի կազմակերպության գնալ դիմել, լավ հիշում եք թե ինչ կատարվեց մեր այն բանաստեղծողի հետ, հեսա կասեմ, դենես որ դեղերը ստեղծելու համար բժշկությունը նրա համար չէ, որ շատ դեպքերում մարդկանց բուժի, հետ էլ ասեմ ձեզ էլի, բայց ինչ վերաբերվում է, որպեսզի մենք կարողանանք այս ամեն ինչը էլ ավելի լավ ձևով կազմակերպենք, ես կոչ եմ անում հենց ձեզ ու ձեր նման ուրեմն հոգ տանող հայերին, որպեսզի կազմակերպեն հայկական ինչ-որ կազմակերպություններ արտասահմանում Եվրոպայում կլինի, Ամերիկայում համատեղ արտադրանք դրվի ու հնարավոր լինի հանել, վաճառել ամբողջ աշխարհի մարդկությանը լավություն անել, մենք կողմ ենք դրան եւ եկամուտներն էլ հիմնադրամի միջոցով կգա Հայաստան ու Հայաստանն էլ կհարստանա շատ ու շատ հարցերը կլուծվի դրանով։ Իսկ առայժմ ես կարամ մի բան ասեմ, որ մեր բժիշկ Հովհաննիսյանի տրված հեռախոսի համարով զանգահարելը պլյուս արդեն իսկ մենք պայմանավորվեցինք Նոյան Տապանից կարելի է այդ դեղերը ձեռք բերել։ Եվ ինչի համար այս ձևի համաձայնության եկանք Նոյան Տապանից, որտեղ ամեն անձ, ով որ կտանի տվյալ դեղամիջոցը, տվյալ հավելում անե, մենք հավելում ենք դերել անունը, կտանի, կտեսնի էֆեկտ չի ստանում, կարա մեզ խայտարակարի այդ ձևի։ Այնպես որ սրանով ապացուցում ենք մենք այն, որ այնքան վստահ ենք, որ այս դեղերը իրաց էֆեկտիվությունը կտան եւ կբուժեն մեր հայրենակիցներին եւ այո, ինչու՞ չէ աշխարհի բոլոր հիվանդ ժողովուրդներին։
Պարոն Հովհաննիսյան, մեկ հավելումը ստանալու համար ինչքան ժամանակ է ձեզանից պահանջվում։ Գիտեք ինչ, քանի որ դա բնական է, որոշ ժամանակ պահանջում է։ Ես այս մի հատ օրինակ բերեմ։ Բնական հիմնական հումքը ինչն է այս ամենի։ Դե բնական է, տարբեր է։ Դրանք խոտաբույսեր են, դրանք եւ խոտաբույսեր են, եւ այդ եթերային բաներ են, եւ մեղրամոմ, եւ ակնամոմ, եւ ամեն ինչ։ Բնական է, տարբեր բաներ։ Եվ բոլորը հայկական արտադրությամբ։ Նույնը չի ասի, որ բոլորը հայկական է, բայց հիմնականում հայկական է։ Հիմնականում հայկական է։ Մի մարդ, որ տանից դուրս չէր գալի 80-ի մոտ մարդ սեփական տունը չէր սկիբակը դուրս չէր գալի օգտագործելուց հետո մի քանի կաթիլ սկսեց ոդկով քայլել պատկերացրեք բարեկամություն մետրոյից մինչև համալսարան նախքին իր աշխատանքի տեղը 80 տարեկան մարդ ոտով իջնում եւ ոտով բարձրանում իջնելը հələ մինչև բարձրանալ է այդ ամբողջը դա 8 կիլոմետրի չափ երևի կլինի ամեն օր գնում գալիս այդ մարդը որ իր սեփական բակը չէր իջնում բացի դրանից այդ նյութը բուժում է մի քանի հիվանդություն որոնց կլինիկական հետազոտությունները պետք է մենք անենք հաստատենք հետո նոր կասեմ ինչ անում նախնական կարող եմ ասել դա ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ է մտնում, աշխարհի ամենատարածված։ Ձեր հեռախոսահամարն են էկրանին գրել 776 չէ։ Չէ, սխալ է, 776։ Սխալ է գրված, խնդրում եմ օպերատորին ուղի հեռախոսահամարը 776 եւ 176։ 176։ Տեղական գործարարների հետ հանդիպումներ փորձել եք կազմակերպել։ Մինչև ֆիրմա բացել է շատ եմ փորձել եւ հիասթափվել եմ եւ դրա համար հիմա չեմ ուզում տեղական որևէ մեկի հետ չէ արդեն չէ գիտեք ինչ գալիս են հարցում են ոնց է ինչ է բան սենց հետո ասում են դու ինչի համար ես գալի երբ որ ամեն ինչ բացատրում ես բան դու ասում ես բա գիտես ինչ այսքան գումար դրեցի դուրս չգավ Պաստորեն դուք հիմա վաճառքը անում եք ձեր սեփական խանութներում այսպես ես իմ տղաներիս հետ եմ աշխատում Եվ մենք բանենք, բայց այդ տարբերակը, որ Գորուն Հումաշյանը ասեց, եթե լինի նորմալ առաջարկ, այսինքն դրսից, բայց գաղտնիքը լինի ամբողջովին իմ ձեռքի մեջ, այն ժամանակ մենք պատրաստ ենք աշխատել եւ իհարկե Հայաստանի համար շատ մեծ սպասելիքներ ունենք։ Ես արդեն ասեմ, չգիտեմ, մենք ասեցինք թե չէ, որ դա կլինի եւ ծննդաբերության դեմոգրաֆիայի հարցերը որ շատ կարևոր է, կրթության հարցը դպրոցներում եւ հետո լավագույն շրջանավարտների դպրոցներին ուղարկել դուրս սովորելու Օքսֆորդ, Քեմբրիջ, Հարվարդ, Սորբոնը ամենտեղ սովորելու մի 2 տարի աշխատելուց հետո վերադառնան ստեղ, որ մեզ մոտ ստեղծեն ինտելեկտուալ էլիտա։ Բացի դրանից, ուրեմն Գորուն Հումաշյանի հետ մենք դրա մասին արդեն խոսացել ենք այդ սահմանամերձ շրջաններում ինչ որ պետք է անել կարվի եւ ուրիշ գյուտեր կան որոնք էլի կարվի Հայաստանի համար զինվորների համար մի խոսքով այդ հիմա խոսելու այդ արդեն կավարտեք մեկ բան կանենք էլի Մկրտիչ Բաբայանն է գծի մեջ Պարոն Բաբայան լսում ենք ձեզ Բարի լույս ձեզ հարգելիներս Բարի լույս Մկրտիչ ջան հարազատներս Ես ասեմ, որ կարող են օգտվել մեր հայրենակիցները կամ բժիշկան դուք հայփոստ գնացեք, հայփոստի առաքումներից կարող եք օգտվել։ Հայփոստը հիմա ուղարկում է ծանրոցներ եւ հասնում է մի քանի 10 օրվա ընթացքում կարծում եմ։ Եվ դուք նկատի ունեք, որ կարող ենք ձեզ ուղարկել եւ դուք տեղում կազմակերպեք այս ամենի վաճառքը։ Չէ, ինձ չէ։ Ուղղակի ցանկացողներին։ Սիրով ես կկազմակերպեմ, բայց պատվիրատուին կարող եք ուղարկել։ Իսկ ովքեր որ ցանկանում են, թող զանգարեն ինձ, իմ հեռախոսի համարը միշտ գովազդներում կարող են տեսնել 818 813 2252 Մեծ սիրով ես կօգնեմ տվյալները կտամ բժշկի։ Մենք կուղարկենք քեզ Մկրտիչ ջան, դու այդտեղից պատվիրատուներին կտաս։
Մկրտիչ ջան, մենք ուրեմն փորձել ենք ուղարկել հայփոստով, հայփոստը ասեց, որ հեղուկները մենք չենք կարող ուղարկել, ես չգիտեմ, կարող օրենքները փոխվել են։ Այնպես որ դրա համար ավելի լավ է ով գա Հայաստան, հենց անմիջապես դիմեն բժշկին եւ գուցե ինչ որ մի ծավալ հետները մեր հայրենակիցների օգնությունն է գնացող եկող լինելուց այդպես արվի մինչև ճանապարհ գտնենք, մտածենք թե ինչպես անենք, որ ուղարկվի այստեղ։ Ամերիկա հայրենիք բան եղավ, հատուկ եկավ Երևան, Ամերիկայից եկավ հատուկ Երևան, որ այդ ապրանքը գնի։ Բանի, հա։ Այդպեսի դեպքերի միացնենք, չէ՞։ Երկու անգամ էս դեպքը։ Հա, որ հատուկ եկել էր Երևան։ Կարինեի մամայի համար էր հատուկ, եկան վերցրին տարան։ Եվ եթե հիմա ամփոփենք տարբերակները դուք ինքներդ եք արդեն ուսումնասիրել, որտեղ այս հաղորդումից հետո ունեցել եք զանգեր։ Միակ տարբերակը դա գալ Հայաստան կապել ձեզ հետ հնարավորինս դա ավելի արագ եւ ձեռնտու։ Ոչ թե զանգերը լմի կողմ դրած, արդեն այսքան արանքում էս բացակայության արանքում մեր առաջի հանդիպումից հետո այ մինչև համոզվել ենք կրկնակի երակի քառակի անգամ թե ինչ է իրանից ներկայացնում այս տեղերը։ Ավելումները, հա, դեղեր մեկ ասեմ, որ մերոնք հասկանան, գիտակցեն, որ սա վիտամին չէ, մյուս չի, արդեն փորձած բանա, տարեք, բուժվեք, տարեք, բաժանեք աշխարհով մեկ թող բուժվեն, Հայաստանն էլ ծաղկացրեք, հայ ձեր ցավը տանեմ, ինչ ձևի ասեմ ես ձեզ էլ։ Եթե գումարներ մեծ ծախսեք Օստրի խանդրոզի մարնդեղ, չգիտեմ, մասաժներ են, ես ինչեր են 100,000-ավոր դրամներ եք տալիս, ինչեր եք անում մեկ երկու օրով ընդես մի քիչ հանգստանում ա մոտրետ ամեն բուժում է այս ամեն ինչը ձեզ բուժվում եք հիմնահատակ եթե դրսից մեկը կասկածում է իրոք հավատալու բան չի օրինակ այդ հրաշքլասյոնը ով փորձարկել է ասලා աչքերով տեսնում եմ հավատես չի գալի իրոք հավատալու բան չի բայց առաջարկում եմ մի 10 օրով մի շաբաթով թող գան Հայաստան փորձեն տեսնեն եթե իրոք համապատասխանում է, որտեղ եթե իրոք համապատասխանում է, դա ահռելի մեծ բիզնես է։ Պարոն Հովհաննիսյան, այս դեղորայք ոչ թե հարյուրավոր միլիարդների, տրիլիոնների կհասնի։ Տարվա մեջ քանի անգամ կարելի է սա օգտագործել, որտեղ ամեն դեպքում ինչպես դուք եք ասում 40 տարվա հիվանդությունը մի սրբակով հաստատ չի վերանա։ Տարվա մեջ քանի անգամ, ամեն օր թե 6 ամիսը մեկ ինչպես է։ Դե նայած բանը, օրինակ ես սա օգտագործում էի բավական երկար ժամանակ, մի քանի ամիս, ու դրանից հետո ես խնդիր չունեմ, ոչ գրիպ, ոչ անգին այդ բան կա, չէ, այդ կինո կա, այդ Աստերիքս Օբելիքսը, որ ասում անգել էր բանի մեջ եւ դրանից հետո այդ հեղուկը չի խմում եւ ուժեղ է, այդ դեպարտեն որ խաղում է։ Այդքան եմ օգտագործել, որ արդեն իմունիտետը ձեռք բերել որ բանը։ Այնպես որ փորձենք օգտակար լինել, պարոն Ղումաշյան, դուք էլ օգտակար լինենք, որովհետև այս օգտակարությունը ոչ իմ համար է, ոչ Աշոտի համար է, Մարի ջան, ոչ ձեր ստուդիայի մեր երկրի համար է։ Մեծ պլաներ կա երկրի վրա։ Շատ մեծ պլաներ կա, էլի։ Իրոք։ Ու պետք է մեկս մեկին ձեռ բռնելով հասցնենք այն անելիքին, որ մեր բժիշկը կարողանա ուրեմն օգնի մեր երկրին։ Եվ փորձենք նաև ներգրավել Սփյուռքին։ Հենց Սփյուռքը պետք է գրավենք, էլ հենց Սփյուռքը պետք է։ Սփյուռքից շատ բան կա, այո։ Պետք է համարել, որ ներդրումներ են անում Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այսպեսի մի հարց, պարոն Ղումաշյան, հայ-ամերիկյան հարաբերությունները ամեն դեպքում կարգավորվում են, մտնում են նոր փուլ։ Հնարավոր է հետագայում դուք այստեղ հենց իրենց հետ փորձենք ինչ-որ կազմակերպությունների հետ ընթացքը ցույց կտա։ Հնարավոր է, չգիտեմ ոնց ասեմ, էլի։ Իմի ավելի հեշտ է եվրոպական կազմակերպությունների հետ այնտեղ համատեղ գործարան դնել, արտադրել է ինձ թվում, հա։ Մինչև Ամերիկայի օրենքներին լավ ծանոթանանք, նոր իմանանք թե ոնց հարվում։ Նրանց օրենքները նման հարցերով այնքան խիստ է, որ տանում հասնում ենք Ամերիկա, ասում են, այս ինչ բանը պակաս է ձեր թղթերի մեջ չենք կարող վերցնել։ Պարոն Հովհաննիսյան, մոտավորապես որքան աշխատատեղի մասին է խոսքը, եթե ինչ-որ մի փոքրիկ արտադրություն սկսեք, քանի ինչ։ Դե նայած, այդպես ոնց կարող եմ ասել։ Օրինակ դուք ինչքանի հնարավորություն ունեք ձեր արտադրանքը։ Արտադրանքը քանակը կապված է շուկայից։ Ինչքան պետք է, այդքան կարտադրենք։
Եթե մեծ, ասենք, քանակ պետք լինի, Հնարավոր է, իհարկե հնարավոր է։ դուք պատրաստ եք եւ ունեք Նու հնարավորություն։ ես հենց օրինակ բերեմ, նու ասենք ես ունեմ 3 տակար կոնյակ, չէ, 100 լիտր, 100 լիտր, 100 լիտր։ Ամեն բանը տարի դուք գալիս եք 100 լիտր ինձ այնց գնում եք, հետո մյուս տարի գալիս եք, ես տակառից եք 100 լիտր վերցում մյուսը։ Մի քանի անգամ սենց անելուց հետո դու գալիս եք, չգիտես ինչ, հիմա 200 դուր։ Կասեմ 200 լիտր ես հիմա չեմ կարող տամ։ Կարող եմ տամ 3 տարուց հետո, մինչև որ այս հասունան այդ 3 տարվա այդ կոնյակի բանը։ 3 տարուց հետո կարող ես 1000 էլ տամ, բայց 200 լիտր ես հիմա չեմ կարող տալ։ Դրա համար, քանի որ սա բնական է, սա ոչ թե ինչ որ ասենք թե ջուրը խառնեցիր, ինչ որ մի բանի հետ տվեցիր բան էլի, դա ինչ որ ժամանակ է պահանջում, դա ինչ որ հումքի հետ է կապված բան, պետք է պատրաստեմ ու հետո որ ասենք թե ասեք ինչքանը նախապես ասում եք, մշտական կարող եմ տամ։ Մշտական կարող եմ տամ։ Իդեպ ես ասեմ, ստեղ ներկայացված է ընդամենը 6 տեսականի։ Մենք ունենք 170 անվանում։ 170, որ արտադրում ենք մեր դեղատոմսերով։ 170 եւ ամբողջը բնական է, առանց քիմիայի։ Եվ մեկը մյուսից լավ է։ Փորձենք օգտակար լինել, փորձենք գուցե էլի որոշ ժամանակ անց կազմակերպել նմանատիպ հաղորդում, որտեղ ամեն հաղորդումից հետո կարծես թե շարժել լինեմ, պարոն Հովհաննիսյան։ Մենք վերջապես գիտեք ինչ, մենք էս երկրի համար պետք է աշխատենք։ Հետներս ոչ մի բան չենք տանում։ Հարստացնենք մեր երկիրը հենց Մենք հայկական ստուդիայում ապահովությամբ։ կբացենք մեր հավելումների ասեմ առաքման տեղը, ասենց ասեմ, դու իմանան։ Եվ երբ որ արդեն ստուդիայից կտանեն ու կտեսնեն, որ օգուտ չի տվել, կբողոքարկեն, այն ժամանակ կգանք ստուդիա ներողություն խնդրենք, ասենք մենք խաբել ենք ձեզ ժողովուրդ։ Խնդիր չկա, ես չեմ բանանում։ Ես չեմ բանանում։ Այդքան տարվա մեջ չի լինի, պարոն Դե Հովհաննիսյան։ որովհետև ինչքան վստահ ենք էլի մեր վրա։ Ոչ մեկը չի ասել։ Եթե սա $110 է Իսրայելում վաճառում, ես Իսկ մեզ ընդհանուր 8000 մեզ մոտ ընդամենը 8000 դրամ։ Մի հատ մերսումը 10000 դրամ է, որը օգուտ չի տալու։ Մի սեանսը 10000 դրամ։ Ինչ պետք է ասեի ես այդ Կոսմետիկ միջոցների մասին էինք հա, խոսում այն որ ճաքերը վերացնում է ոտքերի հետ։ Հա, այդ ծիրանի Այդ մասին չխոսացիր։ Հա, չէ, այդ մեր առաջի արտադրանքներ, Հա։ որը իդեպ փորձում է Կրունգների ճաքերը կանանց մոտ հիմնական որոշումը վերացնում է։ Այդ մեր առաջի արտադրանքներ, ուրեմն եւ փորձում էին բան անել, կեղծել։ Հայկական արտադրանքից երկու բան են փորձել, կոնյակը փորձել եւ մեկ էլ այդ ինչքան փորձում են, այդքան հակառակ էֆեկտ է ստացվում։ Մեռան ինչ ասես անելով։